Հումուս խորոված կարմիր բիբար, հումուս անտառային սունկ, հումուս կանաչ ընկույզ, հումուս դասական, այո, համեղ է։ Մենք ուտում ենք միայն բրենդ, որի անունն է Nairi Land։ Բորիսովկա ընկերությունը գտնվում է Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում։ Մենք համագործակցում ենք ավելի քան 100-ից ավել գյուղացիական տնտեսությունների հետ։ Մասնագիտացած է եվրոպական տեսակի այնպիսի պանիրների արտադրությամբ, ինչպիսիք են պիցցայի մոցարելա, աղանդների մեջ օգտագործվող թարմ մոցարելա, բուրատա, կամամբեր, սուլուգունի, ինչպես նաև անարատ կաթի սերուցքից ստացված կարագ։ Մեր թարմ ու անարատ տեսականին Սյունյաց աշխարհից ձեր սեղաններին։ Վերանորոգում առանց շինանյութի իհարկե անհնար է։ Հոմշին խանութ սրահում կգտնեք ամեն ինչ վերանորոգման համար։ Ներսի ու դրսի դռներ, պաստառներ, սանիտարական կերամիկա, սալիկներ, լամինատ, ջահեր, հայելիներ, էլեկտրասնուցման և ջեռուցման համակարգեր։ Երազանքը նպատակ։ Հոմշին։ Բարձրակարգ եւ հատնտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում համի գաղտնիք հաղորդումն է, ձեզ հետ եմ ես Ֆելիքսը։ Այսօր միասին պատրաստելու ենք դիետիկ ուտեստ։ Պատրաստելու ենք հնդկաձավարի լապշայից եւ հնդկահավի փափկամսով ուտեստ։ Օգտագործել ենք բուլղարական պղպեղ, օգտագործելու ենք ավոկադո, չերի լոլիկներ, կանաչ սոխ եւ օգտագործել ենք սոյայի սոուս։ Դե ինչ անցնենք պատրաստմանը, նախորդ արդեն տաքացված մեր ջրին ավելացնենք աղ եւ մեր լապշան տեղափոխենք ջրի մեջ։ Հնդկաձավարի լապշան համեմատած շատ արագ է պատրաստվում, մոտավորապես 5-7 րոպե բավարար է։ Այդ ընթացքում մենք կարող ենք մարինացնել մեր հնդկահավի ֆիլեն։ Ես անհրաժեշտ է աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ, Ձիթապիտրի ձետ, անպայման։ Եվ կօգտագործենք մեր գործընկեր Մարանիկ ընկերության խառը չորացրած կանաչիների միքսը։ Կասկամիսը կարող ենք թողել մի քանի րոպե հանգստանալ, իսկ մենք այդ ընթացքում կտրատենք մեր անժարեղենները։
Առանձնացնում ենք միջուկից պեղպեղները, կարմիր և դեղին, որպեսզի մեր ուտեստը գեղեցիկ և ներկայանալի լինի։ Եվ այսպես շեղ երկար կտրվածքով հնարավորինս բարակ կտրատում ենք մեր պղպեղները, որպեսզի ստանան նույն տեսքի, ինչպես մեր պաստան է լինելու։ Ենք ավոկադոն, Թալի օգնությամբ այսպես կեղևից առանձնացնում ենք ավոկադոն։ Մեզ անհրաժեշտ է սխտոր։ Եվ իհարկե կօգտագործենք ուղղական թարմսող։ Դրենք այսպես նորից բարակ երկար կտրվածքով, որպեսզի միանման կտրվածք ստանանք։ Ապշեի պատրաստման ընթացքում կավելացնենք կես ճաշի գթալ սոյայի սոուս։ Մնացածը կօգտագործենք արդեն տապակման ընթացքում։ Իսկ այդ ընթացքում կարող ենք արդեն անցնել մեր կրծքամսի տապակմանը, որի համար մեզ անպայման անհրաժեշտ է ձիթապտղի ձեթ։ Երբ կարող եք նաև տապակել սովորական հարված աղքի ձեթով։ Ձիթապտղի ձեթը իհարկե բոլորս գիտենք, ինչպիսի հարուստ և օգտակար հատկություններ ունի իր մեջ։ Ապշան կարծես արդեն պատրաստ է։ Մեզ անհրաժեշտ են չերի լորիկներ։ Անցնում ենք մոտավորապես ամեն լոլիկը 6 մասի։
Լապշան առանձնացնենք ջրից, որպեսզի ավել չխաշվի։ Հա։ Համապատասխան եպման վարքավիճակում մեզ հարկավոր է, որպեսզի լապշան լինի al dente տարբերակով, քանի որ մենք դեռ եփելու ենք նրան տապակման ընթացքում։ Փոխենք ավելի ուժեղ կրակի վրա։ Ինչ մեր հնկավը տապակվի, կտրատենք մեր ավոկադոն։ Ավոկադոն կտրելու ենք այսպես քառակուսի կտրվածքով։ Եվ մեզ անհրաժեշտ է կտրել կանաչ թարմ սող, այլ այսպես շեղ, երկար կտրվածքով։ Հնկավի ֆիլեն շատ հարուստ է սպիտակուցներով եւ կարող եք օգտագործել տարբեր ճաշերի մեջ, կարող եք օգտագործել թե տաք ուտեստների մեջ, թե որպես աղցանների մեջ, ինչու՞ չէ նաեւ սենդվիչների մեջ։ Դիետիկ թեթև արագ պատրաստող սպիտակ միս։ Վերցնենք մյուս տավան, որի մեջ տապակենք արդեն բանջարեղենը, նորից դիտապտկից հետ։ Եվ թավայի մեջ տեղափոխենք արդեն այդ պղպեղները։ Ավելացնենք փոքրինչ սպիտակ գինի։ Պղպեղներին ավելացնենք բուլղարական սոխը եւ մանրացված ծխտորը։
կոտրել չերի լոլիկների մի մասը, որպեսզի տապակվի աղբեղների հետ եւ կանաչ ծոխից մի հատված։ Անում ենք աղով եւ տեղ-տեղ Կահավը ենք տեղափոխել այստեղ աղբեղների հետ ավելացնենք սիթապտրխից հետ եւ այս համենված ձեթի մեջ մեզ հարկավոր է կոտրել մեկ ծու եւ ստանալ ծավի մեկ աչք վերջում պատմեմ թե ինչու համար Ծվի համար մեզ անհրաժեշտ է ծուն երևից համեմել այսպես մաքսիմալ շատ համեմունքներով, որ համար կօգտագործենք մառանիկ ընկերության չորացած կանաչիների տեսակը եւ արմիր պղպեղ եւ կարող ենք անցնել արդեն մատուցմանը մեզ անհրաժեշտ է պաստան առնել պղպեղների հետ մի անկյունում այսպես երևորենք մեր հնդկահավի ֆիլեն անկյունում թարմ վիճակում մեր ավոկադոները թարմ ռոլիկները եւ իհարկե կանաչ կտրատված սոխը Իսկ ամենավերջում գեղեցիկ համենված ծուն եղափոխում ենք ափսեի մեջ եւ վերջում ուղղակի դանակով այսպես մացում ենք մեր ձպի դեղանուց վերջ պատրաստ է մեր պաստան Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, պատրաստ է մեր ուտեստը։ Հիշեցնեմ, պատրաստեցինք դիետիկ ուտեստ հնդկաձավարի լապշայով եւ հնդկահավի ֆիլեյով, օգտագործեցինք ավոկադո, օգտագործեցինք չերի լոլիկ, բուլղարական պղպեղներ, օգտագործեցինք կանաչ սոխ եւ օգտագործեցինք մեր գործընկեր Մառանիկ ընկերության համեղ համեմունքները։
Շնորհակալություն հայտնենք նաև մեր մյուս հովանավորներին, Nairi-Land ընկերությանը իր համեղ պահպանների տեսականիով, Բարիսովկա ընկերությանը իր անարատ կաթից պատրաստած կաթնամթերքով եւ իհարկե մեր մյուս գործընկերոջը Այո ընկերությանը իր համեղ հումուսների տեսականիով։ Հուսով եմ հավանեցիք, կհանդիպենք եւ միասին փորձենք բացահայտել նոր համի գաղտնիք։